Հայ տնտեսվարողը ուներ ձուկ, այն արտահանելու տարածք, գնորդ, չուներ միայն այլընտրանք։ Երբ է լինելու բաց ճանապարհ, որտեղ է լինելու բաց ճանապարհ, անորոշությունը արդեն մեր մոտ հասել է գագաթնակետին։ Իսկ այդ անորոշությունը դա ծախս է։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական ձկնամթերք արտահանելու վերաբերյալ։ Հարազատներ, ես այսօրվա դրությամբ մարդ չգիտեմ, որ կարող է Եվրոպա արտահանել։ Ես հասկանում եմ ինչն է խնդրեմը։ Մենք մենակ մրցունակ ենք եղել Ռուսաստանի Դաշնությունում։ Մենք 30 տարի գնացել ենք գիմնաստիկայի, հիմա եկել են ասում, պետք է շտանգի գնանք մրցումներ։ Պետությունը իր կողմից դրված աշխատանքների 100%-ը գրեթե իրականացրել է։ Ինչ ճանապարհ պիտի անցնի արտահանողը, եթե որոշի բախտ որոնել մեծ քաղաքներում, չնայելով վերոնշյալ խնդիրներին։ Եթե տնտեսվարողը նստի ու ոչ մի բան չմտածի, բնականաբար այդպես չի ստացվի։ Փորձելու ենք բացել ձուկը ջրում բազար անելու շերտերը։ Ձուկ արտադրող հայ տնտեսվարողը տասնամյակներ շարունակ իրեն ձուկը ջրում է զգացել ռուսական շուկայում։ Այստեղ արտադրվող ձկնամթերքը գրեթե ամբողջովին հստակ երթուղի ուներ։ Հայ տնտեսվարողը ուներ ձուկ, այն արտահանելու տարածք, գնորդ, չուներ միայն այլընտրանք։ Վերջինի կարիքը հատկապես սուր զգացվեց այս տարվա հունիսին, երբ Ռուսաստանը որոշեց սիրտը էլ հայկական ձուկ չի ուզում։ Ինչ պիտի անի տնտեսվարողը, որի համար մշտապես բաց դուռը փակվել է։ Արդյոք գործնականում հասանելի է թղթի վրա բաց եվրոպական դուռը։ Ձուկն ու ոլորտը կապրեն, փորձելու ենք բացել ձուկը ջրում բազար անելու շերտերը։ «2006 թվականից գնել եմ այս տարածքը, որ ամայի էր, եւ ստեղծել եմ այն ինչ որ դուք տեսնում եք այսօր։ Մենք 5000 քառակուսի մետր տարածքով բուծարան ենք տեսնում, ներսում 50 տոննա ձուկ։ Վլադիմիր Մկրտչյանը չգիտի դեռ ինչքան կապրեն իշխանները։ Բոլորն էլ գիտեն ինչն է պատճառը։ Մեզ համար անորոշ վիճակ է հիմա արդեն։ Մենք չգիտենք արդեն երբ է լինելու բաց ճանապարհ, որտեղ է լինելու բաց ճանապարհ, անորոշությունը արդեն մեր մոտ հասել է գագաթնակետին։ 20 տարի շարունակ ամբողջ ընտանիքով աշխատել են, արդյունքը տվել արտահանողներին Ռուսաստան տանելու համար։ Ասում է, արտահանման ուրիշ շուկա չկա։ Ժամանակին չենք դիտարկել, քանի որ Ռուսաստանը միշտ բաց է եղել մեզ համար։ Եղել են դեպքեր, որ փակվել է, նորից բացվել է, դիմացել ենք, մինչև բացվել է նորից աշխատել ենք, բայց երկար պահեց սենց։ Հիմա փակ է։ Ալտերնատիվ ճանապարհներ հələ որ չունենք։ Ուրիշ երկրներում մրցունակ չենք։ Մենք մենակ մրցունակ ենք եղել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ տարիների աշխատանք է տարվել այնտեղ մեր ձուկը որպես բրենդ առաջարկելն ու դնելը, ասենք այդ բրենդը, որը որ խոսքի մնացել էր, որ գվրեն գրած էր արմյանսկը ռիբա, սաղեթում են, առնում են հայկական ձուկը։ Իսկ հիմա Եվրոպայում շատ էժան են իրանք գն առաջարկ տվել մեզ, որը որ ձեռ չի տալի մեզ, այդպես գնով երբ որ մենք վաճառք անենք, մեր բոլորի տնտեսությունը կքանդվի։ Այդ գներով մենք առանց դրա էլ է քանդվում հիմա այս վիճակով։ Ամեն օրվա ծախսերը, հոսանքի ծախսերն ունենք, ջրի ծախսը ունենք, ամենամեծ ծախսը կերն է, որը որ խոսքի հիմա ոչ մեկ չի կարում տա, որովհետև կերը չունի։ Ասում է, կերը ներմուծում են Եվրոպայից, այնտեղ արժեքը կիլոգրամի համար 1 եվրո է, այստեղ հասնում է 2 եվրո 14 ցենտով։ 50 տոննա ձուկը նորմայում 1 ամսվա ընթացքում 12-13 տոննա կեր է սպառում։ Ամսական ծախսը այդպիսով 11 միլիոն դրամ է կազմում։ Այս բուծարանի ձկները կես ամիս կեր չեն ստացել։ Առայժմ հələ ինչքան հնարավոր է պահում ենք, ինչպես ասում է, հույսը վերջում է մահանում, մենք էլ միշտ լավատես ենք, սպասում ենք կառավարությունից ինչ-որ մի լավ լուր, թե ճանապարհների բացման համար, թե աջակցության։ Վլադիմիրը միակ սպասողը չէ։ 2025-ին Հայաստանի ձկան եւ ձկնամթերքի արտահանման 97.4%-ը ըստ արժեքի բաժին է ընկել Ռուսաստանին։ Արտահանվել է 11.2 հազար տոննա ձուկ ու ձկնամթերք, որից 10.1 հազար տոննան, շուրջ 90%-ը Ռուսաստան։
2026-ի առաջին եռամսյակում դեռ մինչև սահմանափակումները Ռուսաստան արտահանվել է 2.2 տոննա ձուկ եւ ձկնամթերք 18.1 միլիոն դոլար արժեքով։ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման քանակը աճել է մոտ 47%-ով։ Ռուսական կողմը սահմանափակումները պաշտոնապես հիմնավորել է անասնաբուժական եւ սննդային անվտանգության խնդիրներով։ Հարցը հուլիսի վերջին քննարկվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը նշել է, որ հայկական ծագման արտադրանքի արտահանման սահմանափակումը հակասում է ԵԱՏՄ կանոնակարգին։ ԵՄ-ն համարում է, որ Ռուսաստանի Հայաստանի նկատմամբ վարած տնտեսական քաղաքականությունը քաղաքական ճնշում է, եւ նույնիսկ եթե խնդիրը քաղաքական է, դրա կրողը տնտեսվարողն է։ Մենք այլ շուկա որպես այդպեսին կարելի ասել չենք ունեցել, շատ քիչ քանակներ արտահանվել է Վրաստան, ժամանակին Ուկրաինա, Միացյալ Նահանգներ, դրանք շատ քիչ քանակներ են, աննշան, որ դա ոչ ոլորտի վրա երևում, ոչ էլ ասենք երկրի տնտեսության վրա։ Իրենց արտադրած ձուկը սպառելու խնդրի առաջ կանգնած տնտեսվարողները շաբաթներ առաջ կառավարության շենք եկան։ Երրորդ ամիսն է, մենք լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև ենք կանգնած։ Ես այսօրվա դրությամբ մարդ չգիտեմ, որ կարող է Եվրոպա արտահանել։ Ես տեսա լայվը նախարարի մեր ձկնաբուծարաններից մեկում, ասում էր, այլևս երազանք չի Եվրոպա արտահանելը, մենք չենք էլ երազել Եվրոպա արտահանելու ոչ մի անգամ։ Ռուսաստանի հայկական հերթական ապրանքատեսակի մեջ խնդիր տեսնելուց եւ արգելք սահմանելուց հետո կառավարությունն այլ ճանապարհ ցույց տվեց, որը տանում է դեպի Եվրոպա։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ։ Այսպես կառավարությունը հաստատեց այն կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան հայկական ձկնաբուծական ընկերություններին իրենց սառեցված ձուկն ու ձկնամթերքը արտահանել Եվրամիության երկրներ։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, ձուկ արտահանողները կստանան ֆինանսական աջակցություն իշխանի կիլոգրամի համար 820 դրամ, թառափի կիլոգրամի համար 1350 դրամ։ Եթե արտահանումն իրականացվելու է դեպի ԵՄ երկրներ, ապա տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի վերահսկման ու փորձագիտական համայնքում եւ համապատասխանեն ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին։ Հայկական աճեցված ձկան որակի վերաբերյալ տարընթերցում կա։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, գրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց, որտեվ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա, որտեվ նախ պատահում է անբնական ինչ-որ ձկան հետ առնչում ես, տենում ես ճարպերը սենց հոսում են վրայից։ Դաշտում արկա ընկերություններից գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Ստեղ արդեն մնում է թե բիզնեսի հետաքրքրվածությունը ինչքանով կլինի ԵՄ երկրներում իր ապրանքը վաճառելու։ Ֆակտոր TV-ն այս շաբաթ փորձեց ճշտել, եթե ՌԴ-ն սահմանափակումներ չկիրառեր, Փաշինյանը չէր նկատի բուծված ձկան հետ կապված խնդիրը։ Սննդը անվտանգության տեսակետից կարող է խնդիր չունենալ, բայց որակի եւ համային հատկությունների տեսակետից կարող խնդիր ունենալ։ Կառավարությունը հաստատեց նաև մեկ այլ ծրագիր, որով ձկնաբուծական 135 տնտեսությունների միանվագ գումար կփոխանցվի 2026-ի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերած կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով։ Այսպիսով պետությունը ներդրել է աջակցության 2 ծրագիր ու ասել այսուհետ ձկնամթերքը հնարավոր է տանել նաև Եվրոպա։ Բայց արդյոք դա հնարավոր է իրականության մեջ։ Ռուսական շուկայում ամրապնդվելու համար տնտեսվարողից կապեր, իմիջի ձևավորման ժամանակատար ընթացք տարիներ են պահանջվել։ Հիմա նոր շուկա կա, բայց ասվում է, ամեն ինչ պետք է սկսել զրոյից։
եթե համապատասխան իրավական փաթեթը կարգավորված է, եթե կա համապատասխան թույլտվությունը, բնականաբար այն տնտեսպարողները, ովքեր որ ցանկություն կունենան արտանման գործընթաց իրականացնել, կարող են սահմանված կարգով դիմել լիազոր մարմնի եւ իրականացնել նշված գործընթացը։ Շատ ապրանքատեսակներ կան, որ մի փոքր նաեւ որոշակի միջամտություն իրականացնելու դեպքում, օրինակ ապխտելու կամ վերամշակելու կամ նաեւ շուկայի հայտարարման գործընթացի ժամանակ իհարկե կարող է ինքը բավականին լավ պահանջարկ ունենա Եվրոպական միության երկրներում։ Ինչից որ մենք ձուկը ստանում ենք, հումքը 90%-ով գալիս է Եվրոպայից եւ մի բան է որ դու բերում ես դաստեղ վերամշակում, սարքում ես ապրանք եւ նորից այդ նույն լոգիստիկ ճանապարհով հետ ես տանում։ Մի այլ բան է որ դու այդ լոգիստիկայի խնդիրը չունես տեղում ես։ Ձկան բարձր ինքնարժեքի հետևանքով ցածր մրցունակության պնդումներին ի պատասխան Ալեքսանյանը հիշեցնում է արտահանումը խթանող աջակցության ծրագիրը, իսկ հումքը դրսից բերելու դիտարկմանն ի պատասխան ասում կարելի է արտահանել այստեղ։ Հայաստանի Հանրապետությունում եւս զարգանում է բեղնավորված ձկնկիտի արտադրությունը։ Այն տնտեսվարողները, ովքեր որ ցանկանում են զբաղվել նաեւ բեղնավորված ձկնկիտի արտադրությամբ, պետությունը կարող է իրականացնել աջակցման գործընթացներ, դա մեր լիզինգի աջակցման ծրագիրն է, որտեղ ներառված է ձկնաբուծության ոլորտը, եւ այն տնտեսվարողները, ովքեր որ կարող են զբաղվել բեղնավորված ձկնկիտի արտադրությամբ, կարող են օգտվել նշված ծրագրի բաղադրիչներից շատ մատչելի եւ լավ տարբերակներով։ Եվ խոսակցությունը վերադառնում է նույն կետին։ Այստեղ եւս ժամանակ է պետք։ Մենք 30 տարի գնացել ենք գիմնաստիկայի, հիմա եկել են ասում եմ դե շտանգի գնանք մրցումներից, հավատամ 30 տարի է պետք, կամ գոնե մի քանի տարի շորերը փոխենք, ժամանակ չէ, վաղվանից պետք է գնանք շտանգի մրցումների։ Բնականաբար հիմի եւ տնտեսվարողները եւ պետությունը պետք է իրականացնի աշխատանքներ, որպեսզի կարողանանք մեկ այլ շուկաներ գտնել։ Այս առումով պետությունը իր կողմից դրված աշխատանքների 100%-ը գրեթե իրականացրել է։ Այստեղ գիտեք ինչ միայն պետության դերը չի։ Այստեղ հիմնական դերը տնտեսվարողներինն է։ Եթե տնտեսվարողը ունի ապրանք, որը անհրաժեշտ է իրացման, տնտեսվարողը ինքը պետքա քայլեր ձեռնարկի իր կողմից աճեցված ապրանքը իրականացնելու նպատակով։ Հիմա պետությունը իշքան աջակցման մեխանիզմներ, իշքան քայլեր է իրականացնի, ամեն դեպքում այն խոշոր գործընթացը, այն պահանջը, այն process-ը պետքա նախաձեռնի տնտեսվարողը։ Եթե տնտեսվարողը նստի ու ոչ մի բան չմտածի, բնականաբար այդպես չի ստացվի։ Ըստ էկոնոմիկայի նախարարության այս պահին գնդակը տնտեսվարողի դաշտում է։ Այն, որ վերջինս այդպես էլ չի կարողանում գտնել դարպասը եւ մոտ ապագայում դժվար էլ կարողանա դա անել, հարցի մի կողմն է։ Խնդրի մեկ այլ շերտ առաջանում է այն ժամանակ, երբ փորձում ենք հասկանալ, ինչ ճանապարհ պիտի անցնի արտահանողը, եթե որոշի բախտ որոնել մեծ քաղաքներում, չնայելով վերոնշյալ խնդիրներին։ Այս պահին եվրոպական մաքսային մարմինները թվային տարբերակով կարող են ծանոթանալ արտահանողի փաստաթղթերին, բայց արդյոք դա բավարար է։ Հարց բարձրացնողն այս անգամ կառավարության ներկայացուցիչն է։ Ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել։ Դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ տիպի եւ ես հասկանում եմ ինչն է խնդրեմը։ Իրենք չեն ուզում, որովհետեւ այդ կոդը նաեւ ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով եւ այդ կապարակնքով անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք կանում։ Մենք կապարակնիկների հարցը այդպես էլ չլուծեցինք։ Եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս եւ ձեր մասնավորապես ջանքերից մենք խնդիրը չենք լուծել։ Մաքսային ծառայողն այս պահին կարող է տեսնել արտադրողն անցել է որակավորման ստուգում, թե ոչ, բայց նա չի կարող իմանալ ինչ է բեռնատարում։ Գուցե լավ որակի ձուկ ունենալն ապացուցած տնտեսվարողը օրինակ հավ է տեղափոխում։ Մաքսային կետում ստիպված կլինեն երկար ստուգումներ իրականացնել։ Իսկ այդ պարագայում բնականաբար եւ բիզնեսի եւ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտրը այնքան է մեծանում, իսկ այդ անորոշությունը դա ծախս է, որովհետեւ 1 ժամ ավել սահմանին կանգնելը, 2 ժամ ավել եվրոպական երկրում երթևեկելը, այդ ամեն ինչ ծախսեր է, որոնք այլևս գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանքը։ Երբ որ մենք ասում ենք 60% եւ ավել իրացում ունենք, արտահանում ունենք, դա այդպես չի եղել, որ Ռուսաստանը մեր բարեկամ կամ դաշնակից երկիրն է, կամ մենք հայ ենք, չգիտեմ, մեր սիրուն աշկերի համար ասում են ձուկը բերեք։ Դա մոտ 20-30 տարի սկսած սենց մաս,
քարը քարին դնելով այդ շուկան կառուցվել է։ Եվ ավելի նպաստավոր պայման եղավ մեր ձկնաբույսների եւ արտահանողների համար մասնավորապես այն շրջանը, երբ որ Եմեն Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառեց եւ հակադարձ սանկցիաները Ռուսաստանը կիրառեց արգելելով եվրոպական մթերքների ներմուծումը։ Այդ ժամանակ մենք նես չէր, որ այն ժամանակ չենք մրցում, բայց այդ ծավալը չենք արտահանում, որովհետեւ այնտեղ կար Ֆինլանդիա, Նորվեգիա, այնց շատ լուրջ ձկնարտադրություն ունեցող երկրներ են դրանք։ Եվ հիմա մենք մրցենք Ֆինլանդիայի եւ Եվրոպայի հետ իրենց տարածքում, դա արդեն մի քիչ տրամաբանությունից էլ է կոպիտ ասած դուրս էլի։ Ցանկությունն է եւ աշխատանքն է։ Դա որ լինի ամեն ինչ կլինի։ Ես կարծում եմ շատ հարցեր դրանով արդեն կիեզրափակվեն։ Թե պետությունը եւ թե տնտեսվարողը տեսնում են խնդրի իրենց համար հասկանալի եւ կամ ցանկալի շերտերը։ Երկուսի տեսակետն էլ ցանկության դեպքում հնարավոր է հասկանալ, բացատրել, կարիքի դեպքում հիմնավորել։ Երկուսն էլ մեծ մասամբ համաձայն են փոխադարձ ներկայացվող փաստարկների հետ։ Ճանապարհը բաց է, այդ ճանապարհը արագ եւ հեշտ չէ։ Բայց այս փոխումբռնումը չի լուծում այն խնդիրը, որ Հայաստանի բուծարաններում այս պահին ռեկորդային շատ ձկներ են լողում, որոնք ռեկորդային քիչ կեր ունեն։